Գործարար ալիքն եք դիտում կամ լսում, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, եթե մեզ միայն լսում եք, ապա ձեր ռադիո ընդունիչները FM 106 եւ 5 հաճախականությամբ են։ Եթե նաեւ դիտում եք, ապա Գործարար ալիքի Facebook-յան, Լրատվական ռադիոյի YouTube-յան կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում եք դուք։ Սա Դարփինյանի ժամն է, ինչպես հասկացաք, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ հեղինակն է պրոֆեսոր Դարփինյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ, բարև ձեզ Դավիթ ջան։ Ազգային ժողովում ամսի 4-ին, եթե ես չեմ սխալվում, փորձագիտական լսումներ էին, որտեղ խոսում էին կայանալիք հանդիպման մասին Բրյուսելում եւ կային փորձագետներ, որոնք ասում էին, որ Հայաստանի պատմությունը այլևս բաժանվելու է մինչեւ ամսի 5-ը եւ ամսի 5-ից հետո։ Ամսի 5-ը եղավ, մեր հանդիպումը տեղի ունեցավ, ես մի հաղորդման ժամանակ էլ այդ օրինակը բերել եմ, կուզեմ ես հաղորդման ժամանակ էլ բերեմ, խոսվում էր ֆինանսների տրամադրման մասին, հետո հրապարակվեց թիվը, Միացյալ Նահանգները 65 միլիոն դոլար են մեզ նվիրաբերելու, տրամադրելու, մի 4 տարի առաջ հայկական հանցագործները մեքենայություններով դրանից 3 անգամ ավելի շատ էին հափշտակել Միացյալ Նահանգների բյուջեներից։ Սա հարցի մի կողմն է, եւ մյուս կողմն էլ կա, ինչքանով է ճիշտ ստացած միջոցներով գնահատել հանդիպման արդյունքները, ու ինչի է հասարակությունը շատ դրանց սպասում։ Արդյոք մենք պիտի գնահատենք փող շատ տվեցին, թե քիչ տվեցին, ու ընդհանրապես մենք ուզվոր ենք, մենք այդ հարցով ենք հանդիպել մարդկանց հետ, թե չէ։ Շնորհակալություն Դավիթ ջան, 3 բան ասեմ այս ամեն ինչի կապակցությամբ։ Նախ այն փորձագետների կամ այսպես կոչված փորձագետների մասին, որոնք պատմությունը, հայոց պատմությունը բաժանում են երկու մասի, մինչև ապրիլի 5-ը եւ ապրիլի 5-ից հետո։ Գիտեք, սկզբնական շրջանում ես որոշակի դրական հատկանիշ էի տեսնում այն բանում, որ կարծես թե վերլուծաբանների թիվը ավելացել է։ Այսինքն լավ է, մարդիկ մտածում են, ինչ-որ բան են մտորում, հասարակությանը ստիպում են եւ հրավիրում են քննարկումների, հրավիրում են մտածելու միգուցե, բայց հետո ժամանակի ընթացքում տեսնում ես, որ ասենք դատարկաբանությունը սկսել է գերիշխել ավելի շատ եւ գիտեք նաեւ ապակողմնորոշիչ դեր ունի դա հասարակության մեջ, այսինքն եթե փորձագետը նման մի առաքելություն է ստանձնում ինչ-որ բան բացատրելու հանրությանը, նա պիտի իսկապես այդ պատասխանատվությունը գիտակցի, որովհետեւ ապակողմնորոշելը կամ սխալ իմպուլսներ հաղորդելը հասարակությանը դա իմ կարծիքով մասնագիտական հանցանքին հավասար բան է եւ կարծում եմ որ հասարակությունը եւ դուք այդ թվում պրոֆեսիոնալ հանրությունը վերլուծաբանների պիտի որ շատ կոշտ արձագանքեք նման ոչ պրոֆեսիոնալ անմակարդակ անգրագետ ուրեմն վերլուծություններին եւ թույլ չտաք որ նրանք նման վերլուծությունները գերիշխեն մեր հասարակական տիրույթում։ Սա առաջինը։ Երկրորդը ես կարծում եմ, որ մենք բոլորս, նրանք ովքեր չեն տիրապետում առանձնահատկություններին այդ հանդիպման, շատ ինֆորմացիա, շատ տեղեկատվություն չունենք այն բանի մասին, թե ինչ է կատարվել ապրիլի 5-ին Բրյուսելում, ինչի մասին են խոսել։ Որովհետև այն պրես ռելիզը եւ այն հաղորդագրությունները, որոնք տեղի ունեցան, նրանք ըստ էության ոչ մի բանի մասին էին, որևէ նոր բան նրանք չարտահայտեցին, եւ ինձ համար գոնե ակնհայտ է, որ կողմերը նախորոք պայմանավորվել էին, որ որևէ հրապարակային հաղորդագրություն լուրջ բանակցությունների կամ լուրջ պայմանավորվածությունների մասին չպիտի լինի։ Եվ այդպես էլ կա, ես ենթադրում եմ, որ իսկապես պայմանավորվածություններ պետք է լինեն եւ այդ պայմանավորվածությունները հավանաբար վերաբերում են կամ վերաբերելու են եւ անվտանգության ոլորտին եւ քաղաքական, գեոքաղաքական անպայման ասպեկտներին եւ նաեւ գիտեք ամերիկացիների կողմից հանդիպումից առաջ նետված այն հաղորդագրությունը ըստ որի հանդիպումը լինելու է միայն տնտեսական ենթակառուցվածքների եւ այլնի մասին, հենց գալիս է ապացուցելու որ հանդիպումը հենց դրա մասին չէր, այլ ուրիշ բաների մասին էր հավանաբար
այսինքն մենք չունենք բավարար չափով տեղեկատվություն, որպեսզի կարողանանք լուրջ վերլուծություն կատարենք, թե ինչ է կատարվել։ Աստիճանաբար իրադրության զարգացման եւ որոշակի գործողությունների արդյունքում մենք նոր կկարողանանք օբյեկտիվ գնահատել, թե ինչ է կատարվել։ Եվ երրորդը իհարկե այդ գումարային ուրեմն հաղորդագրությունը նույնպես չի կարելի վերաբերվել որպես ինչ-որ մի առանձնահատուկ բան, գնահատել դրա չափը, բացարձակապես դրա կարիքը չկա, տեխնիկական օժանդակության օգնության համար ռեֆորմների սատարմանը ուղղված տեխնիկական օժանդակության, մասնագիտական օժանդակությանը մենք միշտ էլ կողմնակից ենք եղել, երկիրը առաջին օրից մեր անկախության 91 թվականի առաջին օրվանից մենք ստացել ենք նմանատիպ օժանդակություն, թե Եվրոհամայնքից, թե Միացյալ Նահանգներից, ես այդտեղ որևէ առանձնահատուկ բան չէի տեսնի եւ չէի շեշտադրի։ Բայց ես ունեմ երկու դիտարկում, որոնք ինձ անհանգստացնում են այդ հանդիպման արդյունքներով եւ կուզեի դրանցով կիսվել ձեզ հետ։ Առաջինը վերաբերում է այն հաղորդագրության պաշտոնական այն մասին, որը ասում էր Հայաստանին միջուկային էներգետիկայի զարգացման հարցերում օժանդակության, համատեղ քննարկումների, համատեղ ծրագրերի մասին։ Սա շատ նուրբ հարց է, շատ վտանգավոր հարց է իմ տեսանկյունից, որովհետև մեր անկախ պետության գոյության առաջին իսկ օրվանից մեր ախոյաններ, հարևաններ Թուրքիան եւ հատկապես նաեւ Ադրբեջանը մշտապես միջազգային հարթակներում բարձրացրել են Մեծամորի ատոմակայանի փակման մասին խնդիրը։ Հիմա էլ նրանք շարունակում են բոլոր ատյաններում դրա մասին խոսել, որ դա ներկայացնում է տարածաշրջանային վտանգ, անպայման պետք է փակել, հայերը Հայաստանը չի տիրապետում ուրեմն այդ հնարավորություններին, որպեսզի ապահովի անվտանգությունը ատոմակայանի եւ կարծես թե մեր արևմտյան գործընկերները անսացել են այս հորդորներին եւ փորձում են մեր իրավիճակը զարգացնել այն ուղղությամբ, որպեսզի փակվի Մեծամորի ատոմակայանը, դրա դիմաց առաջարկելով մոբիլային առանձին կայաններ, մանր փոքր հզորությամբ մոբիլային կայաններ, չգիտեմ 1, 2 թե քանի հատ, եւ որտեղ դրանք պիտի տեղակայվեն, նույնպես խնդիր է, բացարձակ փակ խնդիր է մեզ համար։ Իմ կարծիքով սա վտանգավոր խաղ է։ Ես կենթադրեի, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ էներգետիկա անվտանգության համար անհրաժեշտ է այնուամենայնիվ պահպանել հզոր մի բան էլ ավելին, քան կա ատոմակայանի գոյությունը, ըստ որում ժամանակին Մեծամորի տարածաշրջանը որոշվել էր տարբեր հանգամանքները հաշվի առնելով եւ տեխնիկական եւ բնակլիմայական բոլոր հնարավորությունները եւ դա գնահատվել էր որպես ամենաօպտիմալ տարբերակ։ Ես կարծում եմ, որ մեր խնդիրն է, պետության կառավարության խնդիրն է պահպանել ուրեմն հզոր ատոմակայան ունենալու մեր իրավունքը։ Ավելին, մենք կարծես թե այս տարիների ընթացքում կորցրեցինք ռեգիոնալ առաջնորդի կարգավիճակը, որովհետև երկար տարիներ Մեծամորի ատոմակայանը միակն էր մեր ռեգիոնում եւ Հայաստանը դիտարկվում էր որպես միակ երկիրը, որը ունի ատոմակայանի հզորություն։ Այժմ արդեն դա այդպես չէ, Ռուսաստանի ջանքերով, ուժերով եւ համագործակցությամբ եւ Թուրքիան եւ Իրանը կառուցեցին մեկական ատոմակայան, ավելին Թուրքիան ունի եւս 9 ատոմակայան կառուցելու ստրատեգիական ծրագրեր, որտեղ նույնպես Ռուսաստանը ունի իր շահագրգռվածությունը։ Ես պիտի ասեմ, որ մենք ցավոք սրտի մեր ատոմակայանի գոյությունը չկարողացանք օգտագործել որպես միջուկային էներգետիկայում առաջնորդային դիրքեր զբաղեցնող երկիր եւ պետություն։ Մենք չկարողացանք օրինակ պայմանավորվել նաև ենթադրենք ինչ-որ մի ուսումնական կենտրոնի ստեղծման մասին, որպեսզի Հայաստանը դառնար ատոմակայանների հետագա շահագործման, կառուցման, նաև նախագծման որոշակի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ գային ուսումնառությունը ստանային նույն մեր Իրանի բարեկամները, նրանք ովքեր հետագայում շահագործելու են, հաշվի առնելով նաև մեր փորձը,
Ավելին ասեմ, մենք փաստորեն տեղակայված ունենալով մեր տարածքում ատոմակայան, ըստ էության անգամ դրա կառավարմանը որևէ կապ չունենք, կառավարման հետ որևէ կապ չունենք, լիազորությունները եւ կառավարման եւ բոլոր գործողությունների իրականացնում է ռուսական կողմը։ Ես համոզված եմ, որ հայկական կողմը այստեղ շատ ավելի բան ուներ շահելու եւ տարածաշրջանային առումով մեր արգումենտները ներկայացնելու եւ Իրանին եւ Թուրքիային եւ դառնալու իսկապես երկիր, որից ինչ որ բան է կախված ատոմային էներգետիկայի զարգացման հարցում։ Մենք հիմա ընդամենը մի թիրախ ենք, որին ուզում են ուղղակի ատոմային էներգետիկայի տեսանկյունից ոչնչացնել։ Եվ կարծես թե սրա տակ բերում են նաև այս արևմտյան ամերիկյան ավելի ճիշտ մոդելը մոբիլային ատոմակայանների, իմ կարծիքով սա վտանգավոր խաղ է։ Ես չեմ պնդում, որ անպայման ատոմակայանը պիտի լինի ռուսական տարբերակի, ես պնդում եմ, որ ատոմակայանը պիտի լինի հզոր, 1200 մեգավատանոց առնվազն, եւ պետք է սկսել բանակցությունները, վարել բանակցությունները եւ ռուսների, եւ ֆրանսիացիների հետ, եւ նույն ամերիկացիների հետ, միգուցե ճապոնացիների հետ, ես չգիտեմ, այսինքն պետք է գտնել առավելագույնս արդյունավետ տարբերակը։ Թերևս վերջերս ես նկատեցի, որ ֆրանսիացիները դժգոհություն էին հայտարարել մեզ բիզնես մթնոլորտում իրենց գործունեության, իրենց ընկերությունների նկատմամբ ոչ այնքան բարվոք ուրեմն մոտեցումների եւ դաշտի ապահովման համար, մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտում հիշատակվել էր Օրանժը, որը ցավալիորեն ուղղակի լքեց մեր դաշտը, տնտեսական դաշտը, եվրոպական, համաշխարհային հեռահաղորդակցության բիզնեսի մեջ առաջատար դիրքեր գրավող ընկերություններ, որը լքեց մեր դաշտը եւ դա դեմոնստրատիվ կերպով ուղղակի ցույցիչ էր այն բանի, որ Հայաստանը չի ապահովում միջազգային ստանդարտներին համարժեք եւ հարիր բիզնես մթնոլորտ եւ ֆրանսիական կողմը պաշտոնական մակարդակով մեզ դժգոհություն էր հայտնել, այդ թվում էս վերջերս։ Եթե դուք ուզում եք մեզ հետ մերձանալ, ապա ուրեմն հաշվի առեք, որ մենք դժգոհություններ ունենք եւ դեպքեր կան, որտեղ մենք չենք դիտարկում Հայաստանը կամ չենք դիտարկել որպես արդար մրցակցություն ապահովող երկիր։ Հիմա նույն այս ատոմակայանի հետագա պատմությունը, այդ թվում նաև տարածաշրջանում որոշակի դերակատարում այդ ոլորտում, որտեղ մենք առաջատար դիրքերից մենք հիմա արդեն հետևում ենք, մենք գտնում ենք հետնապահի դիրքում, որտեղ եւ Թուրքիան եւ Իրանը իրենց միջուկային ուրեմն ամբիցիաները կարողացել են զարգացնել եւ փաստորեն մեզանից առաջ են անցել այդ ոլորտում։ Սա առաջինը, որ ինձ անհանգստացրեց։ Երկրորդը իհարկե արժանապատվության թեման կբարձրացնեի, որովհետև Լեռնային Ղարաբաղից, Արցախից բռնի տեղահանված ժողովրդի մեր հայրենակիցների ապրելու իրավունքը իրենց հողի վրա փաստորեն ոչ մեկի կողմից չպաշտպանվեց եւ այն հումանիտար ճակերտավոր օգնությունը, որի մասին խոսակցություն գնաց, գալիս է ընդամենը փաստելու, որ բոլորը համակերպվել են այն փաստի հետ, որ այդ մարդիկ պիտի այլևս փախստականի անիրավ կարգավիճակում լինեն, գտնվեն Հայաստանում եւ ինչ-որ կոպեկներ կարող են նրանց ուղղակի տան, որպեսզի նրանք մահամերձ չլինեն, այսպես ասած, բացարձակապես անընդունել է իմ տեսանկյունից այս մոտեցումը եւ հումանիտար օգնությունից այդ իմաստով ես կհրաժարվեի պնդելով, որ մեզ հարկավոր է այսօր երաշխավորված վերադարձ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրենց հայրենական տները, իրենց հողի վրա, որովհետև այդ վերադարձը միջազգային հանրության երաշխիքներով մենք պարտավոր ենք ուղղակի պնդել եւ ապահովել։ Իմ կարծիքով այս շեշտադրումը դրված չէ, ես ցավում եմ դրա համար։ Դրա փոխարեն, եթե դա փոխակերպվում է, ուրեմն հումանիտար օգնության, ինձ համար եւ իմ կարծիքով, իմ տեսակետից սա բացարձակապես անընդունելի է, առավել եւս, որ այդ գումարները որևէ էական շարժ չեն կարող ապահովել մեր ղարաբաղցիների համար, մենք պարտավոր ենք ուղղակի ապահովել նրանց նորությամբ կրկնում երաշխավորված վերադարձը։ Սա իմ գնահատականը այն շատ սեղմ տեղեկատվությանը, որը մենք ունենք այդ հանդիպման արդյունքում։ Բայց իհարկե դա համարել դարակազմիկ մի հանդիպում, որի
արդյունքում մեր պատմությունը կիսվում է երկու մասի, նորությամբ կրկնում շատ լուրջ է պետք վերաբերվել մասնագիտական պատասխանատվության։ Եթե դու վերլուծաբան ես, ուրեմն բարի եղիր թյուրիմացության մեջ չգցել ոչ հանրությանը, ոչ ժողովրդին, ոչ էլ պետությանը։ Արժանապատվության զրույցը թեման շարունակելով ինձ էլի անհանգստացնում է այն հանգամանքը, որ մենք հանդիպման հաջող կամ անհաջող լինելը, մենք նկատի ունեմ, թե հասարակության լայն շերտերը, թե էքսպերտային համայնքը գնահատում են նրանով, թե մեզ ինչքան փող են տվել։ Այսինքն ես այդտեղ ֆունդամենտալ խնդիր եմ տեսնում, որովհետև ստացվում է, որ մենք որպես պետություն փորձում ենք աշխարհում ուզվոր ու տնվոր լինել, այսինքն մենք ման ենք գալ ինչ-որ մարդկանց, որոնք մեզ պիտի պահեն, լավ, երբ որ խոսում էինք անվտանգային հարցերից, լավ, մեր բանակը ջախջախվել է 3 տարի առաջ, մենք դեռ լավ կլներ, որ ինչ-որ մեկը աշխարհի մեծերից հոգար մեր անվտանգության հարցերը, բայց ստեղ կարծես թե մենք արդեն հասել ենք նրան, որ մենք նայում ենք, թե մեզ ով ինչքան փող պիտի տա։ Շատ վատ է թե այդպես է, որովհետև դա որևէ պատիվ չի բերում որևէ երկրի, հատկապես մեզ։ Ոչ ղեկավարությանը, ոչ էլ հասարակությանը ստեղ ապրող։ Չի բերում, այո։ Մենք իրավունք չունենք ուզորի կարգավիճակում լինել։ Մենք պիտի մեր դրական աջենդան, օրակարգը ներկայացնենք աշխարհին։ Մենք պիտի աշխարհին հետաքրքիր լինենք մեր պատմությունով, դեպի մեր ժառանգություն, մեր վերաբերմունքով։ Մենք պիտի աշխարհը հարստացնենք մեր մշակույթով։ Մենք պիտի աշխարհը հարստացնենք մեր տեխնոլոգիական նվաճումներով, մեր հետաքրքիր մոդելներով, հասկանում եք, 1-2 նման դեպք մենք ունենք, բայց ցավոք սրտի դա գերիշխող դեր չի կատարում։ Ես պիտի ցավով արձանագրեմ, որ մեր պետության նկատմամբ առանձնապես լուրջ վերաբերմունք նույնպես չկա եւ դրանում մեղքը միայն մերն է։ Մեր վերաբերմունքն է մեր սեփական պետությանը, մեր սեփական առաքելությանը։ Գիտեք, երկիր, որի ենթադրենք նախագահներից մեկը, ասենք, կատարում նստած դիմում է գրում եւ դրանից հետո հայտնվում է Մեծ Բրիտանիայում, չի կարող աշխարհում հարգանք վայելել նման երկիրը կամ վարչապետեր ունենք, որոնք Մոսկվայում են, ասենք, աշխատում են կոնկրետ կորպորատիվ շահեր են առաջ տանում ինչ-որ ընկերությունների։ Ունենք պաշտպանության նախարար ունենք Մոսկվայից կուսակցություն է բացել։ Դա թյուրիմացություն է ընդամենը եւ այո, նման երևույթները չեն նպաստում, որ մեր նկատմամբ լուրջ լինի վերաբերմունքը։ Պարոն Դարփինյան, արդարության համար ֆիքսենք, որ սա 18 թվից հետո տեղի ունեցող իրադարձություններ չեն։ Օրինակ ես կարծում եմ, որ երբ մենք մտնում ենք ԵԱՏՄ եւ այդ լուսավոր մեծ սրահում Նազարբաևը ասաց, որ մենք մեր գործընկերոջից մի նամակ ենք ստացել, որտեղ խնդրում ենք որտեղ ինքը Իլհամ Ալիևի մասին էր խոսքը, որտեղ ինքը խնդրում է Հայաստանին ընդունել Եվրասիական միություն ՄԱԿ-ով սահմանված օրենքներով եւ առանց Արցախի։ Այդ ժամանակ adekvat պատասխան չհնչեց ոչ տեղում, ոչ հետո ավելի ցածր դիվանագիտական մակարդակով, ոչ փորձագիտական մակարդակով, մեծ հաշվով։ Դե մեր դիվանագիտության այն ժամյա ղեկավարը ըստ վերջերս մոսկովյան մետրոյով ուրեմն շրջագայում էր Էսկոմենկոմ, այսինքն էլի նույն խնդիրն է, հասկանում եք, այսինքն կամ պիտի ծառայես եւ սպասարկես սեփական երկրից, ժողովրդից եւ ազգից շահերը, կամ ուղղակի դու դրանով վարկաբեկում ես, եթե դա չես անում, ուրեմն վարկաբեկում ես եւ պետությունը, որը դու ներկայացնում ես, եւ ժողովրդին, որովհետեւ գիտեք, իմ կարծիքով այս մեր քաղաքական ղեկավարները շատ հաճախ կտրվում են դաշտից, կտրվում են իրողությունից եւ չեն պատկերացնում, օրինակ, որ նրանք այլևս ներկայացնում են ոչ միայն իրենց անձը, այլ ոչ այնքան իրենց անձը, որքան ինձ, ձեզ, յուրաքանչյուրիս, որտեղ երկիր ես ներկայացնում, շարունակում ներկայացնում ես այդ երկրի ժողովրդին, ազգին եւ ուրեմն յուրաքանչյուրիս եւ ցանկացած նման անմակարդակ, անպատվաբեր վարքագիծ անպայման անդրադառնում է իմ արժանապատվության վրա, ձեր արժանապատվության վրա եւ ազգի արժանապատվության վրա ընդհանրապես։ Հիմա ես էլ հիշեցի մի դրվագ, հիշում եք այդ Ռամիլ Սաֆարովի այդ բեկչությունը, որը տեղի ունեցավ եւ ինչ-որ խորհրդակցություն տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի մոտ, հիշում եք, նա
վերջում ասած Գորիկ Գուրգենիչ այո, բոլորը ազատ են, Գորիկ Գուրգենիչ, խնդրեմ մի քանի րոպե մնաք։ Երջանկայի շատ է Գորիկ Գուրգենիչը, չգիտեմ, երևի ինչ որ գործողություններ կատարեց, բայց եթե չկա արդյունք, ուրեմն գործողությունները եւս 0 են։ Տեսեք, այսինքն մեր նկատմամբ, երկրի, ազգի, պետության նկատմամբ հարգանքը շատ ավելի մեծ կլիներ եւ այլ որակի կլիներ, եթե մեր հատուկ ծառայությունները կարողանային գտնեին այդ սաֆարովին եւ պատժեին, հասկանում եք։ Եվ մենք դա չենք կարողացել անել, կամ նույն պատմության շարունակությունը։ Մենք անմիջապես խզեցինք մեր հարաբերությունները Հունգարիայի հետ, դիվանագիտական հարաբերությունները եւ այլն։ Հետո ես վերջերս կարծես ինչ-որ փողի դիմաց այո, նոր նախագահան վերջերս Ժանագին ինչ-որ տենց ինչ-որ փող տվեցին, չգիտեմ, մարդ ընդունեցին բան, ինչ-որ ծածկադմփոց եղավ արտգործնախարարության մակարդակով եւ մենք վերականգնեցինք, շատ տենց կամած, ասենք լուր կերպով, որևէ ձևով չբացատրելով մեր քայլը, թե ինչու մենք հիմա նորին վերականգնեցինք։ Նորից ստիպված են բերելու մեր օրինակ անցյալ անգամ խոսում ենք Սերբիայի մասին, սերբերը այս ամսվա ընթացքում շատ լուրջ հարցերի շուրջ աշխարհի հետ դիմակայության են պատրաստվում։ Առաջինը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քննարկվելու է հարցը, որը նախաձեռնել են գերմանացիները Սրեբրենիցայում, Բոսնիայում, ուրեմն իրականացված գենոցիդի վերաբերյալ, որպեսզի ասենք ՄԱԿ-ի մակարդակով դա ընդունվի որպես գենոցիդալ գործողություն։ Ամբողջ Սերբիայի ժողովուրդը, կառավարությունը, երկրի նախագահը եւ այլն իրենց բոլոր գործողությունները միատեղել են, որպեսզի կարողանան դիմակայել։ Ըստ որում արձանագրում են, որ շանսերը այդքան մեծ չեն, բայց ազգը միախմբվել է, որպեսզի պայքարի եւ իր ազգային արժանապատվությունը կարողանա պաշտպանել եւ ապացուցել աշխարհին, որ դա գենոցիդ չի եղել։ Այո, եղել են շատ տրագիկ իրադարձություններ, բայց դա գենոցիդ չի եղել այդ մի կողմից։ Մյուս կողմից երկրորդ դեպքը, որին իրենք պիտի դիմակայեն, դա Կոսովոյի անդամակցությունն է Եվրոպական խորհրդին։ Նույնպես հարցը բարձրացված է, Սերբիան չի ճանաչում Կոսովոն, երբեք չի ճանաչելու Կոսովոն եւ դա էլ նույնպես խոսում է իրենց ազգային արժանապատվության մասին, անկախ նրանից ճիշտ է նրանք թե սխալ, նրանք ունեն ազգային գիծ, ճիշտ ու սխալի խնդիր, նրանք ունեն ազգային գիծ, նրանք պահում են այդ ազգային գիծը, հասկանում եք։ Դուք պատմում եք, ես մի բան ֆիքսվեցի, որ մեծ հաշվով Ադրբեջանի համար վերջին պատերազմը արժանապատվությունը վերականգնելու պատերազմ էր, որովհետև իրանք համարում էին, որ 30 տարի իրանք նվաստացած են։ Ես կարծում եմ, այդտեղ նաև կապ ունի այն, որ Ալիև կրտսերը համարում է, որ մենք նվաստացրել ենք իր հորը։ Ու դրա համար է ինքը այդքան ագրեսիվ ու այդքան սառնասրտորեն անում են ինչ ինքը անում է հայ ժողովրդի նկատմամբ եւ արցախցիների նկատմամբ, այսինքն խոսել նրա մասին, որ արժանապատվությունը քաղաքական կատեգորիա չի, կարող է աշխարհում կա ինչ-որ մի տեղ, որտեղ որ ինքը քաղաքական կատեգորիա չի, բայց մեր երկրում ինքը ավելի քան քաղաքական կա, մեր ռեգիոնում ինքը ավելի քան քաղաքական կատեգորիա է։ Դա ընդհանրապես Կովկասի ժողովուրդները, եթե մենք էլի մեզ տանում են, մենք էլ համաձայնվում ենք, կամ արևելյան ցանկացած ժողովուրդ որ վերցնենք, արժանապատվության գիտակցումը, անձնային արժանապատվությունը մշտապես եղել է կարևորագույն կատեգորիաներից, ասենք անձնային արժանապատվությունից բխում է ազգայինը, կամ ազգայինը անձնային արժանապատվության բաղկացուցիչ մասն է։ Հիմա ես որպես Դարբինյան եւ ես որպես հայ այդ իմ արժանապատվության բաղկացուցիչ մասերն են, այսինքն ես որպես Դարբինյան առանց ես որպես հայի գոյություն չունեմ, այսինքն դա ազգային արժանապատվությունը իմ մեջ նստած է եւ բոլորի մեջ պիտի նստած լինի, որտեղ դա անկախտելի մաս է, այսպես ասած, սեփական անձնային արժանապատվության։ Դրանից բխում է ազգային արժանապատվությունը եւ պետությունը պարտավոր է սպասարկելու ազգային արժանապատվությունը, ազգային շահերը։ Ըստ որում, գիտեք, շատ կարևոր է, անցյալ անգամ մենք նորից խոսեցինք ազգային առանցքի մասին, պետության առանցքի մասին նաև, շատ կարևոր է այստեղ միահամուռ ուժերով այդ առանցքի շուրջ հավաքվելը, մենք դա չենք կարողացել անել, մենք գնում ենք տարբեր մայրաքաղաքներ, իրարից բողոքում ենք, հայաստանյան հասարակության մի զանգվածը, մի հատվածը բողոքում է մյուսից։ Ես այստեղ հիշում եմ Վիսոցկու արձագանքը, որը Միացյալ Նահանգներում գաստրոլներ էր մեկնել եւ ուրեմն Վիսոցկին հայտնի դիսիդենտ էր, նա սիստեմին դեմ էր, նա սովետական սիստեմին մշտապես դեմ է եղել եւ պայքարել է իր երկով, իր ստեղծագործություններով։
բայց երբ ամերիկացիները միկրոֆոնը բերել են իրեն ուրեմն եւ սկսել են հարցեր տալ սովետական միության մասին եւ փորձել են նրան դուրս բերել ուրեմն քրիտիկական խոսակցության, ասել գիտեք ինչ կա իմ երկրի մասին ես արտահայտվում եմ միայն իմ երկրի ներսում ես չեմ եկել այստեղ իմ երկրից բողոքելու ձեզ որովհետեւ դուք չեք այն ատյանը որտեղ ես պիտի բողոքեմ ես իմ պայքարը վարում եմ ներսում Հիմա պայքարը ներսում վարելու դա էլ է շնորհք, չէ, դա հիմա մենք ցավոք սրտի հիմա տեսեք օրինակ բերեցիք դրսից ինչ որ կուսակցություն են ստեղծում կամ գնում են դուրս բողոքում են կամ գնում են այստեղ դեսպանատներում են բողոքում ներսում քաղաքակիրթ քաղաքական պայքար վարելու շնորհքը նույնպես շատ կարևոր է առանցքի շուրջ հավաքվելը ուրեմն շատ կարևոր է ժառանգությանը adekvat վերաբերմունքը բարձրացնեն ժառանգությունը ցույց տալ որ դու ժառանգն ես այն ամբողջ մշակութային պատմական արժեքների որոնք բերել քեզ հասցրել են այսօր 21-րդ դար եւ նվիրել են քեզ պետություն հա անցած օրը բացումն էր Մարիոթ հյուրանոցներից ուրեմն Քորտիարդը, բացան Պուշկինի փողոցի Պուշկինի եւ Տերյանի խաչմերուկի։ Հա, բայց ես ցավ ապրեցի, որովհետեւ խոսքը գնում էր մի շենքի մասին աֆրիկյանների առանձնատան, որը Երևանյան լավագույն շենքերից մեկն էր, որը քանդեցին, հողին հավասարեցին, մի հատ ասենք անկապ, մի հատ կառոպկա են կանգնացրել, հա։ Հիմա նման կերպ իր ժառանգությանը վերաբերվող ժողովրդին, ազգին եւ պետությանը չեն հարգում։ Նույն այդ Մարիոտը չի հարգում, հասկանում եք, Մարիոտ այն ընկերությունն է, որին ես եմ բերել առաջին անգամ Հայաստան, Արմենիա հյուրանոցի սեփականաշնորհման գործարքի ժամանակ։ Առաջնային պահանջը մեր Մարիոտի նկատմամբ կայանում էր նրանում, որ որևէ մի շտրիխ ճարտարապետական այդ հուշարձանի վրա կամ դրա հետ կապված նրանք իրավունք չունեն անելու, հասկանում եք։ Իսկ հիմա մենք լավագույն ժառանգությունը ոչնչացրել ենք, որ մի հատ անդեմ կառոպկա կանգնացնենք, ինչա, ասենք, հետո Քրտիարդը դա ամբողջ աշխարհում է սպալնի ռայոն, հասկանում ես, դա ասենք, ծայրամասում պիտի տայք կառուցային, որ մարդիկ գնան դա քնեն, հանգիստ լինի քնելը, մաքուր օդ լինի եւ այլն։ Քաղաքի կենտրոնում, ուրեմն այդ գազավորված իրավիճակում դնում եք այդ բանը, ասենք, քնելու համար հյուրանոցը դա չի կարելի, ասենք կոնցեպտ կա, մոտեցում կա, շնորհք կա, բան է, ամեն ինչը ցավոք սրտի վերջին ժամանակներս շատ քիչ է նկատվում մեզ մոտ։ Նույնը ծառահատման իրավիճակ կա, տեսեք, հարգանք հանրային կարծիքի նկատմամբ, արժանապատվությունից ենք խոսում, ցանկացած պաշտոնյա պարտավոր է ուղղակի հարգանք ունենալ հանրային կարծիքի նկատմամբ։ Եվ կամ, եթե արտահայտվում է կամ ինչ-որ արգումենտներ է բերում, 1000 անգամ պիտի մտածի, հետո նոր բերի։ Հիմա այդ ծառահատման պատասխանատուն, ես վերջերս տեսա նրա ինտերվյուներից մեկը, ինչ է ասում, որ ես եղել եմ Հռոմում, Հռոմի կենտրոնում ոչ մի ծառ չկա։ Այսինքն չեմ ուզում շատ կոշտ բառերով որակեմ, բայց ընկեր ջան, ասենք այդ դու նոր ես Հռոմում եղել, ասենք տեսել ես երևի ինչ-որ բան զարմացել ես, գնա Դուշանբե, գնա Ալմատա, գնա Թիֆլիս, ինչ ես գնացել ասել Հռոմ, ով է քեզ Հռոմ ուղարկել, որ դու մի հատ էլ ծառները նայես, կա թե չկա այդ, ասենք, դա ինչ արգումենտ է։ Կամ ասում գիտեք, ասում ես բանը, հիմա ծառերը որ բանը կտրել ենք, փոխարինել ենք, այդ փոխարինելը միջև աճ ենք անցնի մի 10 տարի։ Իրեն հարց են տալիս, ասում են, բա չէ որ ամառային շոկից մենք ասենք պատասպարվում ենք ծառների տակ, ասում են պատերի մոտով քայլեք, պատերի շոկի տակ, սա ձեր առնելիք է, հասկանում եք, այսինքն հանրային գործի չէ, պետական գործի չէ, ֆունկցիոները իրավունք չունի հանրության նկատմամբ նման արհամարական վերաբերմունք ունենալ։ Սա ուղղակի անթույլատրել է եւ նույնպես արժանապատվությունից զուրկ հասարակության, հանրության եւ պետության մասին է խոսքը գնում։ Ցավոք սրտի մենք սա, այսինքն պատիտակով գնալը որն է ընկեր։ Ասենք ամոթ է, էլի, այսինքն նման կերպ չի կարելի հասարակությանը վերաբերվել։ Սա նույնպես ընդգծելու բան է։ Ես կարծում եմ, որ մենք արժանապատվության տեսանկյունից պարտավոր ենք ուղղակի միասնականությունը վերականգնել եկեղեցու, հանրության եւ պետության միջև պիտի կարողանանք հաղթահարենք այն խոչընդոտները, այն չհասկացված լինելը եւ վիրավորանքները, որոնք մենք հղում ենք իրար նկատմամբ պարտավոր ենք ուղղակի, որովհետև աշխարհը մեզ գիտեք, եթե ինչ որ դրական բան կար, որով մեզ ճանաչում էին աշխարհում, դա քրիստոնեությունն է,
այնուամենայնիվ աշխարհը հարգում է մեր քրիստոնյա լինելը եւ մեր եկեղեցին որպես այդ քրիստոնեության ուրեմն առհավատ չա եւ մենք ուղղակի մեզ զրկում ենք մի հզոր ինստրումենտից, որը մեր եկեղեցին է, եթե մենք հակադրությունը փորձելու ենք շարունակել։ YouTube-ում կադրեր կան, ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինը Ռեյգանի հետ է հանդիպում։ Ու այդ կադրերը կան, սիրելի ռադիո լսողներ, դուք կարող եք փնտրել եւ բաց տեսնել դրա վրա։ Բավականին հետաքրքիր զրույց է, 15 րոպեի չափ, եթե չեմ սխալվում։ Ասեմ ձեզ, որ Միացյալ Նահանգների նախագահի հետ խոսելը 15 րոպեն դա սարսափելի երկար ժամանակ է, այսինքն կար ժամանակ, երբ Մենք նախագահներ ենք ունեցել, որ եւ ես բոլոր 30 տարիների ընթացքում մի դեպք է եղել, երբ Միացյալ Նահանգների նախագահի հետ մեր նախագահը հանդիպել է։ Եթե չեմ սխալվում, մի դեպք է եղել։ Տեր-Պետրոսյանի հետ, եթե չեմ սխալվում։ Իսկ այնտեղ, այսինքն մեր հոգևոր առաջնորդ հետ, ես վստահ եմ, որ եթե հայկական հասարակությունը Վազգեն առաջինին վերաբերվեր այնպես, ինչպես որ հիմա է վերաբերվում իր եկեղեցուն, այդ հանդիպումը տեղի չէր ունենա։ Ունենք նաև իհարկե չափանիշներ, որով մենք քաղաքացիություն ենք շնորհում, որովհետև քաղաքական արժանապատվությունը եւ քաղաքացիականը նույնպես պիտի զուգահեռ գնան, էլի, այսինքն մենք քաղաքացին պիտի այդ պարտավորությունը, այդ պատասխանատվությունը կրի, եթե նա անձնագրի կրող է։ Մենք անձնագիրը չգիտես ինչու անձնագիրը շնորհում ենք նաև նրանց, ովքեր հայերենին չեն տիրապետում, ովքեր մեր պատմությանը չեն տիրապետում, ովքեր անհաղորդ են մեր ընդհանուր խնդիրներին, որևէ առնչություն չունեն երկրի զարգացման որևէ ծրագրի հետ։ Ընդհանրապես իրենց հայ նախնիների ուրեմն այդ արգումենտով ստանում են քաղաքացիություն, իմ կարծիքով սա փոխել է պետք։ Մեր պետությունը պիտի շատ ավելի խիստ վերաբերվի նրանց նկատմամբ, ում շնորհվում է, եւ այդ պատասխանատվությունը պիտի անպայման լինի։ Հանրային աշխատանքներ թեկուզ եւ հասկանում եք, մարդը պիտի հանրօգուտ գործ անի, ապացուցի, որ ինքը արժանի է այս անձնագրին։ Առավել եւս որ հույսեր ունենք, որ այդ անձնագիրը շուտով ավելի ճանաչելի կդառնա աշխարհում եւ կփորձենք, ասենք, նույն Եվրոպայի հետ առանց վիզաների համակարգ ձևավորենք, որովհետեւ դրանում նույնպես մեր ազգային եւ պետության շահն է եւ ժողովրդի շահն է։ Գիտեք, եթե մեր հարևան վրացիներից մենք ավելի քիչ իրավունքներ ունենք ըստ էության թեկուզ եւ եվրոպական աշխարհում, դա մեզ պիտի որ մեր արժանապատվությանը պիտի որ նույնպես խփի, հա, հասկանում եք, մենք Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետ չմնանք այդտեղ, ասենք, եթե վրացին ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, իսկ այդ իրավունքը մարդու իրավունքների կարևորագույն մասն է կազմում, ազատ տեղաշարժելու բազային իրավունքների մեջ է մտնում։ Մեր կենցաղի հետ կապված իհարկե արժանապատվության խնդիրներ ունենք, ինչպես ենք մենք ընդհանրապես մաքրությանը վերաբերվում, հանրային տարածքների մաքրությանը։ Ես ամոթ եմ ապրում ամեն անգամ, երբ չեմ կարողանում ինքս ինձ բացատրել ինչն է խնդիրը, ինչու մենք չենք կարողանում տեսակավորել աղբը, ասենք թե ինչու չենք կարողանում, հա, որն է այստեղ մեր երկար եկող, դարերից եկող ցիվիլիզացիոն արժեքը, ինչն է խնդիրը, թուղթը առանձին, կերը առանձին, պլաստմասը առանձին, փայտը առանձին, տեսակավորեք, ինչն է դրա խնդիրը, չեմ հասկանում, ուղղակի իսկապես չեմ հասկանում։ Երբ որ այդ շարժումը նոր էր սկսել, տղայից դպրոցի դիմացը դրած էր այդ 3 հատ առանձին, ու ես ասում եմ, ինչ լավ է, էլի Շվեյցարիայում 6 հատ, երեխեքն դպրոցից դուրս կգան ու տենց կտեսնեն առանձին տեսակավորած ու տենց նոր սերունդ կդառնա, նոր սերունդ կդաստիարակվի։ Այդտեղ տեսա, որ բոլորը ամեն ինչ ամենտեղ լցնում են։ Ցավոք սրտի դա նույնպես կենցաղում արժանապատվության դրսևորում է, երբ որ դու ապրում ես մաքրության մեջ, շնչում ես մաքուրոտ կամ հարաբերական մաքուրոտ կամ ամեն ինչ անում ես, որպեսզի դա այդպես լինի, եւ նույն այդ բանը չկարծես ինչ-որ որոշում կայացած։ Եվրոպայում այլևս հիմա արդեն ցելոֆանի տոպրակներ խանութներում գոյություն չունեն։ Միայն ուրեմն թղթի վերամշակման տարբեր ուրեմն этаպներում գտնվող նման ուրեմն տոպրակներ են, որոնք որ չեն աղտոտում բնությունը, նրանք չեն ապականում բնությունը, ըստորում դա անդառնալի ապականում է, հասկանում եք, այսինքն աշխարհը գնում է ինչ-որ ճանապարհով։ Եվ մենք կամ այդ աշխարհի ճանապարհով գնանք եւ ապացուցենք, որ մենք արժանի ենք այդտեղ մաս կազմելու,
ոչ թե ասենք սպասենք ամսի 5-ին, որ հավաքվեն, տեսնենք ինչ են որոշում։ Ինչ պիտի որոշեն, դու պիտի քո համար սկզբից Ինչ են որոշում մեր մասին։ Բայց դու պետք է սկզբից քո համար որոշումը կայացնես։ Ինչպես ես դու ապրում, դու պատրաստ ես ապրել մաքրության մեջ, պատրաստ ես տեսակավորել քո աղբը, պատրաստ ես բարեկարգել։ Պրոբլեմն է նա, որ այն մարդիկ ում հույսով ես դու, իրանք դա տեսնում են։ Չես ինքը նույն ամերիկացիք, նույն եվրոպացիները իրանք նայում են ու տեսնում են, թե մենք ինչ տեսակի հասարակություն ենք ու մենք ինչ ձևի ենք ապրում։ Ոնց ենք վերաբերվում մեզ, մեր պատմամշակութային հուշարձաններին։ Այսինքն իրանք էլ գիտեն, չէ՞, որ այդ նոր Մարիոտի տեղը ժամանակին աֆրիկյանների շենքն էր։ Դա շատ ցավալի է, շատ ցավալի է։ Այո, իրենք նաև տեսնում են, թե ինչպես է, ասենք, օրինակ կառավարիչ ֆունկցիոները վերաբերվում հանրությանը։ Ասում են դու պատի տակով քայլի, երբ որ պատի շողքը քեզ ուրեմն կփրկի, դա շատ արհամարհանք է, հասկանում եք, չի կարելի։ Այս սկզբունքային հարց է, սա պետականության հետագա ուժեղ լինելու հարցն է։ Նույն այդ մեր պահանջատիրությունը կապված Ղարաբաղյան մեր հայրենակիցների վերադարձի ապահովման հետ խնդիր է։ Ես անկեղծ ասած ճակերտները չեմ բացում հիմա դեռ, բայց որոշակի գործողություններ եմ կատարում ինքս անձամբ, որպեսզի կարողանանք վերականգնենք Միացյալ Ազգերի կազմակերպության մակարդակով Նանսենյան անձնագրերի թողարկումը, վերաթողարկումը, եթե հիշում եք 1922 թվականին Նանսենի օգնությամբ իր նախաձեռնությամբ այդ անձնագրերը թողարկվեցին եւ ավելի քան 350,000 հայ մարդ ստացան այդ անձնագրերը եւ կարողացան իրավունք վաստակել ցանկացած երկրում ապրելու, աշխատելու եւ իրավունքներ ունենալու ընդհանրապես ներառյալ սեփականության իրավունքը։ Ես կարծում եմ, որ նման մի բան պիտի մենք այսօր նախաձեռնենք եւ կազմակերպենք, աշխատում եմ ես այդ ուղղությամբ մասնավոր իմ կապերի միջոցով եւ շնորհիվ մի հարց էլ կա, որը մեր արժանապատվության խնդիրն է, գիտեք 21 թվականին արդեն երբ պատերազմը ավարտվել էր եւ ռուսական խաղաղապահների միջնորդությամբ ղարաբաղցիները վերադարձան Լեռնային Ղարաբաղ, այդ թվում նաեւ Ստեփանակերտ, ես նախաձեռնեցի Անդրեյ Սախարովի հուշարձանի տեղափոխումը Մոսկվայից Ստեփանակերտ, այնտեղ մենք տեղադրեցինք Անդրեյ Սախարովին, դա հերթական անգամ գալիս էր ապահովելու մեր արցախյան հայրենակիցներին, որ Սախարովն էլ եկավ ետ, եկավ ձեզ հետ, այսինքն սա արդեն հարատև է, դուք կարող եք ապրել եւ մենք կարծես թե դրա երաշխավորն ենք որպես պետություն եւ որպես ազգ։ Հիմա ժողովրդին էվակուացրեցինք, Սախարովը մնաց։ Ես վստահ չեմ, որ բարբարոսաբար նրան արդեն չեն ոչնչացրել։ Ես վստահ չեմ։ Մեծ հավանականությամբ հաշվի առնելով իրանց վերաբերմունքը։ Հիմա խնդիրներիցս մեկը կայանում է նրանում, որ կարողանամ էվակուացնեմ Սախարովին, հիմա արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապ ենք հաստատել, փորձենք այդ բանը իրականացնենք, որովհետև դա նույնպես արժանապատվության հարց է, հասկանում եք։ Հիմա նորից էլ չհիշատակեմ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում, որը ճակատագիր ունեցավ ապականեցին։ Եվ մնացած կրոնական կոթողները իհարկե, որոնք որ կան եկել։ Սա է արժանապատվությունը պիտի տեր կանգնես, եթե տեր չկանգնեցիր կուտեն ուղղակի։ Մեր ժամանակը ավարտին մոտեցավ, մենք ֆիքսենք, որ այս այն ֆունդամենտալ հարցն է, որ այսպես թե այնպես վերադառնալու ենք ժամանակ առ ժամանակ այս հարցին ու փորձելու ենք հասկանալ, թե նախ ինչի ենք մենք այսօրին ու ոնց անենք, որ այսօրից դուրս գանք, որովհետև այն ինչ մենք այսօր քննարկել ենք, ես կարծում եմ, որ մեր վիճակի հիմնական մեղավորներից մեկն է։ Մենք մեզ վայել, սկսել ենք ոչ պահել, ոչ մեզ վայել, ոչ մեր նախնիներին վայել, ոչ մեր սերունդներին վայել։ Դարբինյանի ժամն էիք դուք լսում, շարունակեք լսել գործարար ալիքը, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ այսօր այսքանը։